այս բաղադրատոմսը ձեր ամբողջ օրգանիզմից հանում է տոքսինները եւ աղերը, ինչպես նաեւ օստեոխոնդրոզ, վարիկոզ, ոտքի ցավեր, ամբողջը խոստանում է վերացնել։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց բաղադրատոմսը ինձ դուր է եկել, չեմ կարծում, որ վնաս լինի, դրա համար փորձում եմ։ Ամեն դեպքում յոդի արդյունավետության մասին գիտենք արդեն, սոդայի օգտակարության մասին գիտենք արդեն, Savon de Marseille, սա այն խազեսինի օճառներն է, քերած վիճակում արդեն գնել եմ Amazon-ից, եթե պետքա սենց սկրինշոտ արեք, Amazon-ում գտեք, էքստրա մաքուր։ Քերած վիճակում, եթե դուք չունեք քերածը, կարող եք ինքներդ քերիչով անցկացնել։ 2 ճաշի գտալ սոդա։ Քսան կաթիլ յոդ։ Միացնում ենք երեխեք ջան։ Սպասում ենք մինչև ջուրը տաքանա։ Ջրի ջերմաստիճանը մոտավոր 40 աստիճան։ Պետքա տաքոտ լինի ու որ այդ օճառները անպայման հալվի մեջը։ Իսկ այդ օճառը ես լսել եմ անգամ, երբ որ ծնկները ցավում է, խորհուրդ են տալիս 20 անգամ օճառը քսել լավ, լվանալ, քսել, լվանալ։ Հետաքրքիր մեթոդ է։ Դա էլ կարող եք փորձել, այդ բորբոքումներ, ծնկային ցավեր, որ լինում է, ասում են օգնում է։ Այս վաննեչկաները կարող եք անել 12 օրը մեկ, 12 օր անում ենք, 12 օր հանգիստ։ Այնքան, ինչքան որ կարիքը կզգաք օգուտ է տալիս, կշարունակեք։ Չեք ուզենա, չեք անի։ Նույնիսկ երեք տեսանյութ էի նայում, որ երեկոյան տաք վաննաները գինեկոլոգի խորհրդով օգնում է, որ կանացի խնդիրներ չունենաք, այնպես որ դա էլ կարող եք փորձել ամեն երեկո սովորական տաք վաննա դնել ձեր ոտքերը։